Բարև ձեզ հարգելի ունկնդիրներ, այսօր շարունակելու եմ ձեզ հետ ձայնագրել այն տեսահոլովակների շարքը, որտեղ պետք է խոսեմ կենդանակերպի նշանի տակ ծնված յուրաքանչյուր մարդկանց առողջական խնդիրների մասին։ Այսօր պետք է խոսեմ խեսգետինների մասին։ Ընդհանրապես յուրաքանչյուր նշանի տակ ծնված մարդիկ իրենք որ աշխարհ են գալիս են այնպիսի խոցելի խնդիրներով, որ եթե մարդիկ ինֆորմացված լինեն, իմանան որն է իրենց օրգան համակարգի մեջ խոցելի, արդեն պաշտպանված կլինեն, նաև կհասկանան, ես խորհուրդ կտամ լսեն իմ տեսահոլովակների շարքը, որպեսզի հասկանան ինչն է պատճառը, որ այդ հիվանդությունները կարող է իրենց մոտ ակտիվանան, զարգանան եւ առաջացնեն բարդություններ եւ դժվարացնեն մարդու ապրելակերպը։ Այսօր խոսելու եմ խեսգետինների մասին։ Խեսգետինների մոլորակը դա լուսին մոլորակն է։ Իրենք պատկանում են ջրի տարերկին։ Բացի դրանից, որ իրենց մոլորակը լուսնի մոլորակն է, նաև իրեն զուգահեռ մոլորակը հակադարձ համաստեղությունը դա այդ եղջյուրն են։ Այսինքն իրենք ոչ միայն կունենան այն խնդիրները, որով որ աշխարհ են եկել, այլև իրենց վրա կարտացոլեն այն հիվանդությունները, որով օժտված են նաև այդ եղջյուրները։ Այժմ խոսենք թե որ օրգան համակարգն է պատասխան տալիս խեսգետինների մոտ։ Խեսգետինների մոտ ամենավտանգավոր օրգան համակարգը դա ստամոքսն է եւ խնդիրներ իրենք կունենան կապված ստամոքսի բորբոքում, ստամոքսի խոց, այս եթե այդ առողջական խնդիրների դեմ չկանգնեն, բուժում չստանան, հնարավոր է նաև լինի արդեն ուռուցքային հիվանդություններ։ Քանի որ խեսգետինների մոլորակը դա լուսինն է, առանց էնել իրենք շատ տարօրինակ ձևով են իրենց պահում լուսնի բոլոր փուլերի հետ։ Լիալուսնի ժամանակ իրանք տարբեր են նորալուսնի ժամանակ տարբեր են, լուսինը տարօրինակ ձևով ազդում է իր էմոցիոնալ դաշտի վրա, ազդում է խեսգետինների էմոցիոնալ դաշտի վրա եւ խեսգետինները իրենք շատ տարօրինակ ձևով են պահում։ Եվ գիտեք ինչ, խորհուրդ եմ տալիս խեսգետիններին, որ իրենք ուշադրություն դարձնեն նաև իրենց կերակրին, ուշադրություն դարձրեն իրենց էմոցիաներին։ Իրենք չպետք է ամեն մի խոսքը էմոցիոնալ ձևով ընդունեն, որովհետև իրենք անընդհատ եթե ինչ-որ խոսք է լինում, վիրավորվում են գործընկերոջի, չարազատից, բարեկամներից, իրենք պետք է դա նեշ չգցեն, որովհետև ինչքան իրենք անընդհատ այդ վիրավորանքների, այդ իրավիճակների մասին մտածեն, այնքան իրենք խնդիր կունենան։ Գիտեք ինչ, իրենց թվում է, որ իրենք կերակուրը չեն մարսում, ինչ-որ կերակուրը լավը չի, չէ, դա դրանից չէ, ուղղակի իրենք ուտում են իրենց էմոցիաները եւ այդ նեգատիվ էներգիայի պատճառով իրենք չեն կարողանում նույնիսկ նորմալ սնունդը մարսել։ Հիմնականում պատճառը դա է, սիրելի խեսգետիններ, կարողացեք ներեք, կարողացեք միք հետ վերադարձեք։ Եթե այդ ազնվորությունը ձեզ հաճելի չէ, այդ ազնվորության հետ մի շփվեք, մի շարունակեք ձեր կյանքը։ Իսկ եթե մարդու հետ ապրում եք, համագործակցում եք, ուրեմն պետք է կարողանաք ներեք, պետք է կարողանաք թեթև տանեք։ Դուք հասկացեք, որ հենց ձեր լուսինն է ձեզ տրամադրում, որ դուք այդ մի բառը կամ մի այդ իրավիճակը անընդհատ պտտեցնեք ձեր ուղեղի մեջ ու շատ դեպքերում երբ որ զսպում եք, չեք արտահայտվում, դա խփում է ձեր ստամոքսաղիկային տրակտի վրա։
խնդիրներ կունենաք, չեք մարսում, ձեր աղիքները շատ դեպքում չեն կարող է չգործեն, բայց հիմնականում դա ոչ թե սնունդի որակից է կապված կամ մրսելուց, այլ լավ ուշադրություն դարձրեք, կապված է ձեր վիրավորանքից, չներելուց, որ դուք չեք կարող ձեր ինչ-որ իրավիճակում ճիշտ ձևով հաղթահարել, դուք ավելի շատ նեղել եք ձեզի, քան ստե ուզեցել եք դիմացինին պատասխան տալ, կամ պատասխան տվեք, բայց միք ներս գցեք, որովհետև ամեն ներս գցելու ընթացքում դուք խնդիրներ կունենաք եւ սովորական ստամոքսի ցավը, սովորական աղիքների չգործելը, ձեր մոտ կամ խծամում է աղիները, կամ տակարակը, աղին գործում է լուծի տեսակով, փորը կարող է այդ ներվային իրավիճակից ձեր աղիները թուլանա ու փորլուծություն տեղի ունենա։ Սիրելի խեցգերիներ, ուշադրություն դարձրեք, ոչ ենթարկվեք եւ կարողացեք լուսնի այդ տատանումներին ձեզ զսպեք, ձեր էմոցիաները կարողացեք հաղթահարել։ Նաեւ այն մարդիկ, ովքեր որ ձեզ նեղացնում են, խորհուրդ եմ տալիս նրանց հետ դադարեցրեք շփումը, դադարեցրեք հարաբերությունները, իսկ եթե իրենք ձեր տան անդամ են, ձեզ հարազատ են, ուրեմն պետք է կարողանաք ներել, եթե չկարողանաք դուք այս էմոցիաները ձեր մեջ բայել, խնդիրներ կարաճանա ստամոքսի հետ կապված խնդիրներ, ստամոքսի հետ խոց, կարող կարաճանա նաև ուրուսկի հետ կապված հիվանդություններ։ Սիրելի խեցգետիններ, լուսինը միայն ձեզ չի տալիս էմոցիա, որ դուք անընդհատ ներվայնանաք, անընդհատ բարկանաք, լուսինը նաև ձեզ հնարավորություն է տալիս, որ դուք այդ էմոցիոնալ ֆոնը հաղթահարեք։ Անհնարին է կենտանակերպի խեցգետնին նշանի տակ ծնված մարդիկ, իրենք ամեն մեկը ունեն մի հատ հագում, երկել, բարել, նկարել, ասեղնագործել եւ որ դուք ընկնում եք այդպիսի իրավիճակի մեջ, որտեղ դուք ձեզ ուտում եք, դուք արեք այն գործողությունը, որը ձեզ հաճելի է, ձեր հոբիով զբաղվեք եւ դուք կամաց կզգաք, որ էմոցիաները հանդարտվում են, ներողամիտ եք դառնում, մարդկանց արդեն թեթև եք նայում այդ իրավիճակին, այդ խոսքին, զբաղվեք ձեր հոբիով եւ այդ ժամանակ դուք կհաղթահարեք եւ այդ էմոցիաները նեգատիվ էներգիայի պես չի կուտակվի ձեր ներքին օրգանի վրա, ձեր ստամոքսի վրա, ձեր աղիների վրա, որը հետագայում կարող է առաջացնել բարդույթներ։ Բացի դրանից, սիրելի խեցգետիններ, այդ եղջյուրներից ձեզի կարող է լինի առողջական խնդիրներ նաև հոդերի հետ կապված, հոդերի, ոսկորների, ռևմատիկ ցավերի հետ կապված ուշադրություն դարձրեք, եթե ինչ-որ հետևակի զգում եք, որ առողջական խնդիրներ կա, ընդհանրապես չպետք է թողնեք, որ իրենք բարդանան, անպայման պետք է բժշկի դիմել, բայց հիմնականում, որպեսզի այդ բարդությունները չառաջանան, սիրելի խեցգետիններ, ձեզ հարկավոր է մաքուր, հարկավոր է սիրած աշխատանք, ձեզ շրջապատեք ավելի սիրելի անձնավորություններով, այնպիսի մարդկանցով, ովքեր ձեզ սիրում են, հարգում են, ովքեր որ ձեզ բարեկամներ են, ոչ թե չարեկամներ, չարեկամեցողներ, նաև ուշադրություն դարձրեք, լուսնի պես մի եղեք բռնկվող եւ եթե բռնկվող լինում եք, կարողացեք ձեր ստրեսը դուրս հանել, արտահայտվել, ներս մի գցեք, եթե ներս գցեցիք, խնդիրներ կունենաք։ Ձեր առողջական խնդիրները, որպեսզի հոտերը չցավեն, դա արդեն որ գալիս է այդ եղջյուրից, քանի որ իրենք են ձեր զուգահեռ նշանի տակ ծնվածները, ուշադրություն դարձրեք, անպայման ման եկեք, ձեզ չի կարելի նստակյաց աշխատանք վարել, նստակյաց կյանք վարել, ուշադրություն դարձրեք եւ ձեր սնունդին եւ ձեր հանգստին, անպայման դուք պետք է քայլեք, քայլքը պետք է լինի ձեր
առողջական օրգան համակարգը վերականգնելու, պաշտպանելու հիմնական միջոցը։ Քայլել, ներել, սիրել եւ զբաղվել ձեր սիրած գործով, ձեր սիրած հոբիով, որովհետեւ եթե դուք ձեր սիրած գործը չեք կատարում, դուք ավելի էմոցիոնալ եք դառնում, դուք ավելի բռնկվող եք դառնում, որը խնդիրներ է առաջացնում։ Եթե դուք ուշադրություն դարձնեք, երբ որ այն անում եք, անմիջապես ձեր օրգանիզմը, անմիջապես ձեր ստամոքսը չի աշխատում։ Ձեզ թվում է, թե ինչ-որ բան լավ չեք կերել, կերակուրը, դա շատ հազվադեպ է լինում, որ կարող է իրոք սնունդից թունավորում լինի, բայց հիմնականում ձեր ստամոքսի չաշխատելը ցույց է տալիս, որ դուք ներս եք գցում նեգատիվ էներգիաներ, նեգատիվ մտածմունքներ եւ ձեր օրգան համակարգը այդ ձև է ձեզ ցույց տալիս, որ դուք պետք է ձեզ լավ պահեք, ուրախ պահեք, ամեն հասարակ բանի մասին չմտածեք, չպիտի անընդհատ այդ նույն միտքը ձեր ուղեղի մեջ է, նման դեպքում դուք խնդիրներ կունենաք։ Այսքանը սիրելի խեսկերիներ, զբաղվեք ձեր սիրած գործով, սիրեք ձեր կողքի մարդկանց, ում էլ որ զգում եք պետք չէ սիրել, ուրեմն նման ազնվորության հետ չի կարելի կյանքը շարունակել, չի կարելի համագործակցել, ինչքան հնարավոր է դուք պաշտպանեք ձեր օրգան համակարգը, ձեր բիոդաշտը։ Այսքանը, ինչպես գիտեք, ես էքստրասենս պարահոգեբան եմ, աստղաբան եմ, թուղթուգիր եմ քանդում, հիվանդների հետ եմ աշխատում, մարդկանց աստղային քարտեզներ մեկնաբանում, բիզնես գործնական մեկնաբանություն եմ տալիս, պրոգնոզ եմ տալիս, տվյալ գործը կլինի, չի լինի, եթե հարցեր կա, դիմեք, հաջողություն, ստեսություն։